Հարգելի մարդասպաններ, թալանչիններ, երգիրը կեղեքողներ, հերոսներին ծոծրակից խփողներ, ուրեմն հերիքա ժողովրդի անունից խոսակ, դուք այդ իրավունքը ընդհանրապես չունեք, չեք էլ ունենալու, մի էլ կրկնեք, թե հեսա ժողովուրդը կգա իրա խոսքը կասի, դուք այդ բարի իրավունքը ասելու չունեք ընդհանրապես, հարգելի մարդասպաններ, թալանչիներ, չասեք, ժողովուրդը իրա խոսքը ասելու ու գիտի ինչ ասելու, դա ձեզ չի վերաբերվում, նայում եմ դրանց արա, ռոպենը մեկ կրկնում են, հեսա ժողովուրդը կգա իրա խոսքը կասի, ժողովուրդը կգա իրա խոսքը, իմ անգին ժողովուրդ, ձեր գինը 5 տարին մեկա բարձրանում, 5 տարին մեկ էլ ձեր խոսքը ասեք, իմանան, որ նրանք ձեր լեզվի մեջ, ձեր բարերի մեջ տեղ չունեն, ընդհանրապես, գոյություն չունեն, ժողովուրդ ջան, ձեր խոսքը կասեք, այդ սրիկաններին, այդ ավազակներին, այդ մարդասպաններին, այդ թալանչիններին, երգիրը կեղեքողներին, դուք անպայման պետք է ասեք ձեր խոսքը դրանց, որ իմանան, որից հետո է։ Կրկնում եմ, ժողովրդից ոչինչ մի պահանջեք, չեք տվել դուք ժողովրդին ոչինչ, որ նրանցից ինչ-որ բան։ Արա, մի բան էլ ասեմ, Քոչարյանը երեկ ասում է, 6 անգամ իմ ժամանակ ասում է, ուսուցիչների աշխատավարձը բարձրացրել եմ։ Ես ինչքան գիտեմ, դրամը չի փոխվել, ժողովուրդ ջան։ Բա որ 6 անգամ ուսուցիչների աշխատավարձը բարձրացրել ես, այդ ոնց էր 2018 թվին ուսուցիչների աշխատավարձը 30-40 հազար դրամ։Ավ այսքանը հերիքա, այսքանը հատուկ մեր գիտակից ժողովրդի, գրագետ ժողովրդի համար ասեցի, ուսուցիչների համար ասեցի, ուսուցիչներ ջան, ձեր աշխատավարձը 6 անգամ բարձրացել է, Քոչարյանի ժամանակ։ Ես Նիկոլի ժամանակ գիտեմ, որ ուսուցիչներ կա արդեն 1 միլիոնի չափ աշխատավարձ են ստանում։ Կան, որոնք ստանում են 300-400 հազար դրամ։ Բայց ոչ, ինչպես Քոչարյանի ժամանակ էր 30-ից 40 հազար, ու հետն էլ առանց ամոթի ասում է 6 անգամ բարձրացրել եմ ուսուցիչների աշխատավարձը։ Երևի 30-ալի է, 6 անգամ բարձրացրել է, սարքել 36։ Լավ մնացեք, միշտ ուրախ եղեք, ժողովուրդ ջան, այդ սրիկաններին էլ հանկարծ չընտրեք, երբեք չխաբվեք ոչ մի բանի։ Ընտրության ժամանակ էլ ես միշտ ասել եմ, լավ խոսք չի, բայց էլի եմ ասում, մի անգամ էլ եմ ասում, ով փողով ընտրություն կանի, թող գնա դա իրա համար դագաղ առնի։